Ես Գարեգին Նժդեհն եմ, նա ով բարձրացրեց հայկական դրոշը Սյունիքի ամենաանառիկ լեռներում, ով իր զինվորներին սովորեցրեց մինչև մահ պայքարել մեր հողի յուրաքանչյուր սանտիմետրի համար։ Ես ձեզ կտակեցի, մենք չենք կարող ապրել առանց Սյունիքի և Արցախի։ Առանց աշխարհագրական Հայաստանի այս ամուր ողնաշարի մեր միասնական հայրենիքը չի կարող գոյություն ունենալ։ Եվ ես խաղաղությամբ հեռացա, հույս ունենալով, որ դուք կպահպանեք այս սրբազան ժառանգությունը։ Բայց այսօր մյուս աշխարհից տեսնում եմ, թե ինչպես դուք ներկայիս իշխանությունները հանձնեցիք Արցախը, մեր վահանը, մեր փառքը։ Դուք հանձնեցիք այն հողը, որը արյունոտեցին իմ եղբայրները, առանց մեկ կրակոցի, ամոթալի աղեղով։ Բայց սա ձեզ համար բավարար չէր։ Հիմա դուք դավադրություն եք կազմակերպում մեր անկլավները, Տիգրանաշենը, Բաղանիս այրումը, Ասկիպարան, հանձնել Ադրբեջանին։ Ես տեսնում եմ, թե ինչպես եք ժողովրդին պատրաստում այս նոր դավաճանությանը, ինչպես եք թաքցնում ճշմարտությունը, ինչպես եք այս գյուղերը թողնում առանց ճանապարհների և պաշտպանության, համոզիչ պատրվակներով, միայն թե հետագայում դրանք հայտարարեն փոխանակում։ Դուք թշնամուն եք հանձնում կարևոր բարձունքներ, ճանապարհներ և ռազմավարական դիրքեր, խաթարելով մեր երկրի կենսունակությունը։ Միթե չեք հասկանում, որ նման զիջումներով դուք խաղաղություն չեք գնում, այլ ոչնչացնում եք մեր անվտանգության հիմքերը, ամոթ և անարգանք նրանց, ովքեր այսօր կառավարում են Հայաստանը։ Դուք ձեր նախնիների արժանապատվությունը փոխանակել եք ողորմության, իսկ ազատությունը ամոթալի կայունության։ Կանգնեցրեք, քանի դեռ ժամանակ կա։ Մի համարձակվեք դավաճանել այն հողին, որը հիշում է իսկական հերոսների արյան յուրաքանչյուր կաթիլը։ Հակառակ դեպքում իմ անեծքը կգա ձեզ վրա, իմ կյանքի երազանքը ծովից ծով ուժեղ և անբաժանելի Հայաստան ոտնահարելու համար։